Սիրելի ուսուցիչ, ձեզ տեսա ես նորից, բայց արդեն չեր մակած ավելի։ Սիրելի հեռուստադիտող, գիտեմ դու էլ արդեն ուրբաթ օրերին անհամբեր սպասում ես մեր հերթական հերոսի մասին պատմող տեսանյութին։ Գիտես, որ նա շրջանի հասարակական կյանքի ակտիվ մասնակից է, մտավորական, արվեստի կամ քաղաքական գործիչ, բժիշկ կամ ուսուցիչ։ Այո, այսօրվա ակնարկի հերոսը ուսուցիչ է, Արմենուհի Ղարսյան։ Աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող դպրոցում ուսանողների արդեն ճանապարհվածների կողմից սիրված ու հարգված անձնավորություն։ 1988 թվականին ավարտել եմ Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ, այն ժամանակ ինստիտուտը հիմա համալսարան է դարձել իհարկե, եւ հենց այդ նույն տարին էլ սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ, հենց նույն այդ տարին էլ բացվեց մեր թիվ 3-րդ դպրոցը, այն ժամանակ կոչվում էր Խոջաբեկի ոչ լրիվ դպրոց էր, միջնակարգ ոչ լրիվ հետո 2 տարի հետո, երբ որ Խոջաբեկն էլ վերացավ, արդեն որպես գյուղ անվանումը կորավ, արդեն դարձավ Նինոց Մինդա, իմաց, երբ որ Բագդանովկան դարձավ Նինոց Մինդա, արդեն դարձել եմ այդ դպրոցի, այսինքն 88 թվականից այդ դպրոցի լիարժեք անդամն եմ եղել, ընդունվել եմ որպես ռուսերենի լեզվի ուսուցչուհի եւ գերմաներենի ուսուցչուհի եմ աշխատել սկզբում։ Ես գնացի ստիպված լացով, ասեմ որ լացելով գնացել եմ ինստիտուտ եւ երջանկություն ծնողներիս եմ ընդունվել, որովհետեւ ես հետ չէի ուզում սովորել ինստիտուտում որպես մանկավարժ։ Բայց քանի որ բնությամբ ես այնպեսի մարդ եմ, որ եթե ինչ որ մի գործ եմ ձեռնարկում, սկսում եմ, ես պետք է այդ գործը մինչեւ վերջ տանեմ, ես չեմ կարող, ես ինքս ինձ հակաճառել, հենց ինքս ինձ հակաճառել, իմ բնությունը այդպեսին է։ Երբ որ ընդունվեցի մանկավարժականը, շարունակեցի ուսուցումս, մինչև վերջ գնացի եւ դպրոցը եկա ընդունվեցի։ Դպրոց որ ընդունվեցի, ինչպես միշտ առաջի տարիները դժվար էր աշխատելը։ Փորձը թեորիան ուրիշ է, որ ինստիտուտում սովորում ես թեորիան ուրիշ է, բայց որ ընդունվում ես արդեն աշխատանքի ես գալիս, դա պրակտիկա է։ Պրակտիկան լրիվ արդեն պահանջում է ուրիշ ուղղություն պետք է գտնես, դու պետք է նախ դպրոց աշխատելու համար յուրաքանչյուրն էլ պետք է լինի լավ հոգեբան։ Երեխայի հոգեբանությունը եթե չհասկացար, դու դպրոցում դու դա սպառապել չես կարող բացարձակ, որովհետև երեխան եթե չընդունեց քեզ, ինքը քեզ չի լսի։ Ես մտածում եմ, կարծում եմ, որ երեխաներն էլ ես պրոբլեմ չունեմ երեխաներ չեմ ունեցել, առաջի տարին մանավանդ ես հիշում եմ, ինձ տվել էր տնօրենը այնպիսի մի դասարան էր տվել, որ չար Ես առաջի տարին եկել եմ դպրոց եւ այնպիսի չար դասարան, ինձ դասղեկ են տվել այդ դասարանը, այդ երեխեք արդեն չգիտեմ, բայց ասեմ ձեզ, ես նրանց այդ լեզու գտա, մինչև վերջել նրանց հետ աշխատեցի եւ այդ երեխեքի հետ մինչև այսօր ես այդպեսի երեխա չկա, որ հետո պրոբլեմ ունեմ։ Արդեն որ երեխայի հետ կապնվում ես, կապ չունի, դա քո տան երեխան է, քո հարազատ երեխան է, թե դպրոցի երեխան է։ Երբ որ ամեն օր շփվում ես երեխայի հետ, արդեն ասեմ, որ դպրոցում երեխային ավելի լավ են ճանաչում, քան թե ծնողները, որովհետեւ դրսում երեխան այլ կերպ է իրեն դրսևորում, իսկ տանը երեխան մի քիչ ծնողներից քաշվում է, կաշկանդվում է։ Տարիներ շարունակ ես միշտ ափսոսում եմ, որ այս սերունդն էլ գնաց, այս շրջանավարտներն էլ գնացին, նրանք գնացին, մենք էլ մեծացանք, արդեն դու էլ զգում ես, որ դու փորձ ես ձեռք բերել, արդեն քո փորձը, բայց փորձ ձեռք բերելով ամեն տարի, ամեն դարաշրջան հետ դու պետք է էլի փորձես այն նորությունները, որը կյանքն է պահանջում ժամանակակից, դու պետք է համակերպես այդ կյանքի հետ։ Քանի տարի արդեն աշխատում եմ, ես ցկտում եմ, որ երեխաներին պատրաստեմ, որ նրանք պատրաստ մտնեն մեծ կյանք, արդեն այն որ պատանեկությունից նրանք դուրս են գալիս, արդեն որ մեծ կյանք են մտնում, նրանք պետք է պատրաստ լինեն գոնե առաջի շեմ անցնելու համար, նրանք պատրաստ լինեն այդ շեմին։ Մինչ 2009 թվականը որպես ուսուցիչ, դրանից հետո նույն դպրոցի տնօրեն։ Այսպիսի ընթացք ունեցավ Արմենուհի Ղարսյանի աշխատանքային գործունեությունը։ Իդեպ տնօրենի պաշտոնի մասին։ Տիկին Ղարսյանը բոլոր մանկավարժների ցանկությամբ է դարձել դպրոցի ղեկավար։ Մեր հետ զրույցում դա հաստատեցին աշխատակազմի բոլոր անդամները։ Ոչ միայն հարգված գործընկեր, այլև լավ տնօրեն։ Խստապահանջ միաժամանակ հատուկ հոգեբանության տեր մարդ, ով կարողանում է հասկանալ յուրաքանչյուրին։ Որպես մանկավարժ արդեն մոտավորապես 15-20 տարի աշխատում ենք Արմենուհի Ասատրովնայի հետ։ Երբ Արմենուհի Ասատրովնան դարձավ մեր դպրոցի տնօրենը, առանց մի տարաձայնությունների դպրոցի կոլեկտիվը ոնց որ ուրախ էր, ոչ մի տարաձայնություններ չեղան, որովհետև մենք արդեն իրեն ճանաչում էինք որպես հավասարակշռված, համբերատար,
բոլորի հետ այսպես ասած յոլա գնացող ազնվորություն։ Դրա համար էլ մենք շատ հեշտությամբ իրեն ընդունեցինք եւ աշխատանք իր հետ եղավ շատ հետաքրքիր, արդեն ճանաչում ենք որպես տնօրեն, իրոք, որպես ղեկավար ազնվորություն նա կարողանում է գտնվել իր դերում նորմալ վիճակով։ Որպես մարդ կարելի ասել ավելի բարձր տեղում է ինքը գտնվում, որովհետև բոլորիս հետ կարող է կիսվել։ Բոլորի սխալները, թերությունները ներում է, հասկանում է եւ մենք ամեն մի հարցում առանց մի վարանվելու, առանց մի տատանվելու դիմում ենք իրեն, գիտենք, որ բացասական պատասխան չենք ստանա։ Սա ոչ թե միայն իմ կարծիքն է, այլ կոլեկտիվի անդամների մեծամասնության կարծիքն է։ Դրա համար մենք շատ կուզենանք, որ մեր տնօրենը երկար ժամանակ աշխատի մեզ հետ։ Նրան ընդունում ենք որպես արդեն հարազատ ազնվորություն եւ ամեն մի հարցով կարող ենք իրեն դիմել առանց ամաչելու։ Քանի որ մենք ապրում ենք բոլորս նեղ շրջապատում, բոլորս էլ իրար ճանաչում ենք։ Արդեն գիտենք, որ ինքը շատ լավ մայր է, դաստիարակել է լավ երկու աղջիկների, մեկը սովորում է Թբիլիսիում, շատ լավ ուսանողուհի է, մյուսը ամուսնացած է, ոչ մի վատ բաներ, սենց բացասական կարծիքներ չենք լսում այն շրջապատից, որտեղ ինքը ապրում է։ Ու ընդհանրապես աշխատանքի վայրում երևում է մարդու էությունը, թե նա տան ինչպիսին է, չես կարող թաքցնել։ Դրա համար, եթե այստեղ իրեն դրսևորում է լավ, հակասություններ մենք չենք տեսնում, տանն էլ այդպիսին է։ Արմենուհի Ասատրովնայի հետ աշխատում ենք արդեն 88 թվականից։ Այսինքն Ստաբրոցի բացման օրից։ Նա սկզբում աշխատում էր որպես ռուսաց լեզվի դասատու, ասեմ որ որպես մանկավարժ նա հիանալի մանկավարժ է։ Եվ մեր աշակերտները լարիվը խոսում են ռուսերեն առանց որևէ մի ակցենտի։ Աշխատում է որպեսզի միշտ աշակերտը լավ սովորի, միշտ աշակերտի հետ վերաբերվում է իհարկե շատ բարեխիղճ, լավ, դրա համար էլ աշակերտները նրան շատ սիրում են։ Տնօրեն աշխատած ժամանակն էլ դե գիտեք աշխատանքի ժամանակ ամեն ինչ էլ պատահում է, բայց էլի նա աշխատում է որպեսզի այդ բոլոր այն հագասությունները, որ ասենք դպրոց է, գործ է կառաջանա, նա աշխատում է որպեսզի լուծի տեղը շատ հանգիստ, համեստ ձևով եւ ուսուցիչները բոլորն նրան հարգում են։ Մեր տնօրենի հետ ես ինքս հանդամբ արդեն 20 տարուց ավելի որ աշխատում եմ։ Աշխատել ինքս սկզբից որպես գործընկերներ, իհարկե եւ այդ ընթացքում այդ տարիների ընթացքում որպես գործընկեր նա իրեն դրսևորել է ամեն մի հարցում որպես օգնող, որպես օժանդակող, որպես կարելի ասել նաեւ լավագույն ընկեր։ Այնուհետև նրա աշխատանքի բնույթը փոխվել է, դարձել է մեր դպրոցի տնօրենը, մենք բոլոր ուսուցիչներս գոհ ենք նրա այդ աշխատանքից։ Որպես տնօրեն տիկին Արմենուհին անաչար է, ազնիվ, պարտաճանաչ, իր աշխատանքի լավագույն գիտակ եւ մասնագիտությամբ եւ որպես տնօրեն։ Այդ աշխատանքը գնահատվում է, նրա աշխատանքը գնահատվում է մեր կոլեկտիվի բոլոր անդամների կողմից։ Մենք սիրում ենք նրան, մենք հարգում ենք նրան եւ շատ ուրախ ենք, որ մեր տնօրենն է, կա ու կլինի։ Որպես մարդ տիկին Արմենուհին հիանալի անձնավորություն է, իրոք նա այնպիսի մի անձնավորություն է, որ կարող է մեծի հետ մեծ լինել, փոքրի հետ փոքր լինել, բոլորի ուրախությամբ ուրախանալ, բոլորի տխրությամբ տխրել եւ օգնել բոլոր դեպքերում ինչով ի վիճակի, ինչով կարող է։ Արմենուհի Ղարստյանի աշխատանքային գործունեությունը բարձր է գնահատում նաև ռեսուրս կենտրոնի աշխատակազմը։ Տնօրեն Դավիթ Զետգինիձեի խոսքով նա պատասխանատու եւ գործին տեղյակ մարդ է։ Աշակերտները եւս իրենց ուսուցչուհու մասին սիրով են խոսում։ Մեծ է դրություն նրանցից մեկն ասաց. Ես այն երջանիկներից եմ, որոնց դասավանդում է Արմենուհի Ղարստյանը, նրա բնավորության երկու գծերը խստությունն ու համբերատարությունը օգնում են ոչ միայն դպրոցում ուսման ճանապարհը հարթելու ժամանակ, այլև կյանքում։ Դու կարողանում ես օրինակ քաղել մեկից, ով հենց այդ բնավորության շնորհիվ է հասել կայացման։
Դու կարող ես օրինակել նրան իմանալով, որ անկարող ես սխալվել։ Մենք մեր տնօրենին սիրում ենք որպես թե ռուսերենի ուսուցչուհի, այնպես էլ դպրոցի տնօրեն։ Նա մեզ հարգում եւ սիրում է այնպես, ինչպես կսիրեր իր երեխաներին։ Մենք նրան շատ ենք սիրում, նա շատ է սիրում մեզ եւ նա ուզում է, որ նա պահանջում է, որ մենք սովորենք եւ նրա նպատակն է մեզ սովորեցնել ռուսերենը եւ նա ուզում է, որ մենք սովորենք, քանի որ ռուսերենը մեզ կյանքում շատ է պետք։ Եվ նա այդքան էլ խիստ չէ եւ նա շատ դուր է գալիս իր այդ պահանջկոտությունը, քանի որ մենք սովորում ենք ռուսերեն։ Ես կցանկանայի, որ նա այս դպրոցում երկար աշխատեր եւ մեզ նման շատ դաստիարակեր եւ սովորեցներ ռուսերեն, ինչպես մեզ է սովորեցրել եւ կսովորեցնի մինչեւ 12-րդ դասարան։ Նրան կցանկանայինք առաջին հերթին առողջություն, քանի որ եթե առողջություն ունենա, նա կունենա նաեւ երջանկություն, կցանկանայինք սեր, առողջություն, երջանկություն եւ հաջողություն կյանքում։ Տիկին Արմենուհին ամուսնու Ռուբենի հետ ընտանիք է կազմել 1990 թվականին, երկու դուստրերի մայր է, իսկ աղջիկների բնութագիրը տալիս է այսպես. Նրանք շատ նման ու միաժամանակ շատ տարբեր են։ Յուլիան բնավորությամբ նման է հորը, ավելի հանգիստ է։ Սիրում է զբաղվել արվեստով, հատկապես ասեղնագործությամբ։ Անուշը բնավորությամբ ինձ է նման, հետաքրքրասեր է։ Նաև սիրում է երգեր, տիրապետում է 5 օտար լեզուների։ Աղջիկների նմանությունը ընդհանրացնում է ոչ միայն արտաքինով, այլև հոգատարությամբ ու բոլորին օգնելու պատրաստակամությամբ։ Ֆիկրովրամ իմ դրոյդան ուկե դավիճղե իսե կարգած։ Տիկին Ղայսյան, ինչ դեր ունի ընտանիքը ձեր կյանքում, համարում եք ձեզ լիարժեք կայացած ընտանիքի դեր անձնավորություն։ Դե ինձ թվում է, որ յուրաքանչյուրի կյանքում էլ եթե մարդը արդեն ճապահաս մարդ է, կայացած մարդ է, նա պետք է ունենա ընտանիք, որովհետև ընտանիքում դա արդեն բացահայտվում են այն հատկանիշները, որոնք որ դու արդեն դրսում աշխատանքի վայրում չես ցուցաբերում։ Ընտանիքը ինձ համար շատ մեծ դեր է խաղում, որովհետև որ ընտանիքը արդեն ասենք էլ այդպես ինչ որ պետության մի ячейկա է, այնտեղ էլ արդեն դու պետք է դաստիարակես, ինչ որ աշխատանք կատարես, դա էլ պատասխանատվություն է, շատ մեծ պատասխանատվություն է եւ ես միշտ էլ ասում եմ, եթե մարդ զգում է, որ ինքը այդ պատասխանատվությունը չի զգում, որ պետք է կազմի ընտանիք, նա չպետք է կազմի ընտանիք։ Ընտանիքը, իմ ընտանիքը մեծ չի, ասենք բազմազավակ երեխաներ չունեմ, ընդամենը 2 երեխա ունեմ։ Մեր ընտանիքում ամուսինս կիսուրս է հիմա, մեկ էլ փոքր աղջիկս է։ Մեծ աղջիկս ամուսնացած է, արդեն թորնիկ ունեմ նույնիսկ։ Դե չգիտեմ, ինձ թվում է, որ իմ երեխաներն էլ նայելով իր ծնողներին դաստիարակվել են այնպես, որ ինչպես որ իրենց ծնողներն են։ Առաջի հերթին ես միշտ իմ երեխաների մեջ դաստիարակել եմ ազնվությունը եւ պարտականությունը, որ դու ունես պարտականություն, կարեւոր չէ դու քանի տարեկան ես։ Փոքր ժամանակ դու կարող ես, ասենք, բերել մի բաժակ ջուր, ասենք, տան անդամը, եթե ուզում է, ոչ թե պապիկը, տատիկը, հայրիկը, մայրիկը գնան բերեն, դու ինքդ կարող ես գնաս, վերցնել քո այդ մի բաժակ ջուրը կամ էլ մյուս անդամին բերես այդ մի բաժակ ջուրը տաս։ Հետո պատասխանատվությունը շատանում է, հետո մեծանում ես, դպրոց ես գնում, պատասխանատվություն ունես, որ պետք է սովորես, ուսումը, գիտելիք ստանաս, օգնություն ցուցաբերես ընտանիքին։ Չգիտեմ, ես այդպես եմ դաստիարակել իմ երեխաներին եւ այսօր էլ չեմ ափսոսում, որ այդպես եմ դաստիարակել։ Տեղը եղել է, որ դե ինքս բնավորությամբ շատ խիստ եմ, եղել են պահեր, որ այո, խստությունս ես ցուցաբերել եմ, բայց այսօրվա դրությամբ ես չեմ ափսոսում, որ դաստիարակել եմ այդպիսի հոյակապ 2 աղջիկ եմ դաստիարակել, որոնցով կարելի է հպարտանալ։ Մայրիկից բնութագրելիս առաջին հերթին կխոսեմ նրա խստության մասին, ասում է դուստր Անուշը։ Նա մեզ այդ խստությամբ էլ դաստիարակել է։ Հիմա ուրախ եմ, որովհետև դրա շնորհիվ կարողացել եմ ձեռք բերել ինքնուրույնություն եւ կայանալ որպես անհատ։ Նշեմ, որ Անուշը դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, իսկ այսօր Վրաստանի Մայրբուհի առաջադեմ ուսանողուհի է։ Կարծում եմ, որ եթե խիստ չլիներ, մենք ավելի ուրիշ ձևով կդաստիարակվեինք, որովհետև հենց ինքը կարող էր այդ կողմով մեզ ամեն ինչ բացատրել, ամեն ինչ տալ։ Եվ կարծում եմ, որ ոչ թե պետքա վատ կողմ համարենք դա, այլ լավ կողմ համարենք, որովհետև չգիտեմ, ինչ որ ստացել եմ մամայից կողմից, դա ինձ համար գնահատելի է եւ ես շատ եմ գնահատում այդ ամենը, ինչ որ ստացել եմ մամայից։
Վերցնելով այն փաստը, որ մայրս խիստ է, դրա հետ համատեղ նա իր խստությունը ոչ թե ամեն տեղը օգտագործում, այլ օրինակ եթե ես ինչ-որ տեղ եի ուզում մասնակցել ծրագրերի կամ հանդեսների կամ ինչ-որ տեղ գնալ ընկերներիս հետ, նա այդ ժամանակ խստություն չէր ցուցաբերում, որովհետև կարծում է, որ երիտասարդները պետք է մասնակցեն իրանց այդ գործունեությանը եւ իրանք էլ ընկերներ ձեռք բերեն, շրջապատ ձեռք բերեն այդ ամենով, այլ ոչ թե տանը նստել, գիրք կարդալ, ոչ դրա մեջ չի մտնում այդ ամենը։ Իսկ ինչ վերաբերվում է այն փաստին, որ մայրս աշխատում էր, մենք որ ծնվեցինք, նա այդ ժամանակվանից արդեն աշխատում էր, հետո մենք մեծացանք, արդեն մենք մեզ համար էինք ամեն ինչ անում, տուն էինք գալիս, ճաշ էինք եփում, գիտենք, որ մամաս դպրոցը աշխատում է, հետո հոգնած տուն է գալիս, դրան հետ մեկտեղ մենք ամեն ինչ գործերը, ամեն ինչ անում էինք։ Ես կարծում եմ, որ իմ ծնողները այդքան դաստիարակություն տվել են, որ ես ինքս ինձ կարողանամ դժվարությունները հաղթահարել եւ ինքս ինձ օրինակ ինչ-որ պրոբլեմներ լուծել առանց իրանց գիտենալու կամ առանց իրանց օգնության։ Ինձ համար մայրիկը մեծ օրինակ է համարվում, որովհետև ես Իրանից եմ վերցնում այդ ամենը, այդ փորձը ինչ որ ինքը տարիների ընթացքում ձեռք է բերել եւ փորձում եմ ես էլ իր ուղղությամբ գնալ, որ ես էլ աշխատեմ հետագայում ուսումս վերջացնելուց հետո ու կարծում եմ, որ դա մեծ փորձ է ինձ համար։ Ընտանիքի անդամները յուրովի նկարագրեցին։ Օրինակ սկեսուրը տիկին Յուլիան հպարտությամբ է խոսում հարսի բնավորության գծերի, հատկապես հոգատարության մասին։ Մեր ընտանիքը լավ ընտանիք է, խելոք ընտանիք ենք։ Հարցս կաշխատիկ է, առաջ դասադուր է, հիմա դիրեկտոր է, կաշխատին։ Չէ ավելի ուրախ եմ, վերջի ուզոր բարձր եղնի, եդիկ ավելի ուրախ եմ, մեր ընտանիքն է։ Քչում դժվար է ենոր Կեստակու կացաղորը, ինչ են ինք, են ման է, նաստեյոնատուն ինչ են է, միշտ անգամ կով ենք, միշտ անգամ գազետի կուդային, հոգադար կադոն պանու ալիոնատ է չէ հավարոք ինջի կուդա կուդեցն է։ Տիկին Արմենուհին նաև ամեն ինչ հասցնող անձնավորություն է, բացի դպրոցի ու տան գործերից կարողանում է ժամանակ գտնել նաև տարբեր մշակութային ներկայացումների մասնակցության համար։ Իսկ Նինոց Մինդայի մշակույթի տան բոլոր միջոցառումների մշտական հանդիսատեսի շարքերում է։ Ասում է օրվա մեջ կա 24 ժամ, դա քիչ չէ, ընդհակառակը շատ է։ Այդ ընթացքում եթե մարդ ուզեց ամեն ինչ կարող է հասցնել։ Եթե առողջությունը թույլ է տալիս, մնացած հարցերը լուծելը շատ հեշտ է։ Մարդը ինչքան էլ զբաղված լինի, ինչքան էլ ուզում է հոգսերը շատ լինի մարդը միևնույն է պետք է ժամանակ գտնի, մարդը պետք է գտնի գոնե օրվա մեջ մի կես ժամ պետք է գտնի, որ ասենք հետաքրքրվի մշակույթով, հետաքրքրվի ինչ նորություն կա մշակույթի մեջ։ Հիմա ասենք երեխաները, ժամանակակից երեխաները չեն սիրում կարդալ դասական գրականություն, նրանց պետք է հրապուրես, որպեսզի նրանք վերցնեն այդ գիրքը կարդան։ Դե ասեմ ձեզ, մենք փոքր շրջան ենք, ասենք, փոքր քաղաք ենք, մեր մոտ այդքան էլ շատ, ասենք, բաներ, ցուցահանդեսներ կամ թատրոններ կամ ինչ-որ բեմադրություններ չեն կատարվում, բայց միևնույն է, ես ձգտում եմ եւ ուզում եմ, որ ասենք իմ երեխաները ինձնից օրինակ վերցնեն, ասեմ իմ փողոցի հարևանները, մեկ հարևանին ես զորով էսպես քաշում տանում եմ, արի գնանք, այդ մի ժամ, 2 ժամը քո գործը չի, բայց գնանք այնտեղ հաճույք ստացի, բավականություն ստացի, ինչ որ կուլտուրայի հետ, ինչ որ մի հարցեր, ինչ վատ կլիներ, ես սիրում եմ։ Դրա համար ես միշտ ցկտում եմ, որ գնամ չբացակայեմ, հազվագետ դեպքեր լինում, ինչ որ պետք է գործես անհրաժեշտ ունենամ, որ չկարողանամ գնալ։ Իրոք ես իմ տեղը ոնց որ այնտեղ գտել եմ եւ արդեն աշխատողներն էլ գիտեն, որ այդ երկրորդ ռյադի, չգիտեմ, 10-րդ է, 11-րդ տեղը դա իմն է, միշտ էլ մշտական իմ տեղն է։ Ես շատ հետաքրքրասեր եմ, փոքրուց էլ սիրել եմ կարդալ, փոքրուց էլ սիրել եմ ճանապարհորդել, ասենք շատ երկրներ եմ գնացել եմ, եղել եմ, ման եմ եկել, միշտ հետաքրքիր, ասենք ինչ որ մի տեղ գնում եմ, ձգտում եմ նայեմ ինչ հետաքրքիր բան կա այդ քաղաքում, ուր կարելի է գնալ, ժամանակ ավելի հետաքրքիր ոնց անցկացնել, թատրոն, ասենք, ինչ որ մի ցուցահանդեսի գնաս, այնտեղ մանգաս նայես, հետաքրքիր մի բան էությամբ ես սիրում եմ։ Մենք փոքր ենք, չկար հեռուստացույց, հետո մեծացանք, հեռուստացույց եկավ, սիրում էի հեռուստացույցի մեջ խառնել, նայել ինչ կա, հետո մագնիտոֆոններ, վիդեոմագնիտոֆոններ, հետո հիմա ժամանակակից հեռախոսները եկան, սիրում եմ
կոմպյուտերի հետ եմ սիրում խաղալ, ավելի շատ ես ճիշտն ասած այսպեսի գործ եմ սիրում, քան ասենք դուրսը հողի հետ խաղալ։ Այդ իմ բնությունը չէ, իմ էությունը չէ։ Աշխատանքի բերումով երբևէ նրա հետ առնչություն չեմ ունեցել որպես աշխատող, բայց նա միշտ մեր ներկայացումներին ներկա է գտնվում եւ մեր ամենաակտիվ հանդիսատեսներից մեկն է, նա հատուկ տեղ ունի նույնիսկ մեր թատրոնում, դահլիճում եւ միշտ զբաղեցնում է իր տեղը բոլոր ներկայացումներին, բոլոր համերգներին եւ ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում նրան իր ցուցաբերած ակտիվության եւ մշակույթի հանդեպ ունեցած իր հատուկ վերաբերմունքի համար, որպես մարդ ես նրան վերաբերվում եմ շատ դրական եւ շատ լավ էմոցիաներով։ Ամենուր ասադրումն ես շատ վաղուց ճանաչում եմ, մենք իրար բարեկամներ ենք, բայց որպես հանդիսատես ինքս վերջերս պարգևատրվել էր մի փոքր շագանակների, ինչու համար, ես քանի տարի որ աշխատում եմ, ինքը միշտ աջակցել է մեր միջոցառումներում, եղել է դա թե համերգներ, եղել է թե թատերական ներկայացումներ, ինքը միշտ ակտիվ մասնակցել է, բացի դրանից, որ ինքը ակտիվ մասնակցել է եւ ինքը միշտ ցանկություն ունեցել որ աշակերտներն մասնակցեն այդ մեր միջոցառումների մեջ։ Ու ես շատ իրան գնահատում եմ, դա շատ քիչ մարդ կա, որ այդպես մեր կուշտը կանգնած է որպես ակտիվ եւ գնահատող, որպես դասադու, որպես դաստիարակող շատ գնահատելի է իրան աշխատանքը, որպես բարեկամ ես իրան շատ սիրում ու հարգում։ Հետաքրքրվեցինք նախասիրություններից։ Ասաց, որ սարսափ ֆիլմեր ամենևին չի սիրում, նախընտրում է գեղարվեստական տարբերակը։ Սիրում է ընթերցել, իսկ իր ամենասիրելի հեղինակ համարում է Անտոն Չեխովին։ Ամենաշատ Չեխով եմ սիրում երևի, եւ Չեխովն էր ասել, որ человек и всё должно быть прекрасно, и тело, и душа։ Դրա համար չգիտեմ, ինձ համար Չեխով ավելի նախընտրելի է։ Իր կայացման ճանապարհի ամենակարևոր դերը համարում է ծնողներինը։ Հայրիկից պատասխանատվությունն է անցել ինձ, մայրիկից պահանջկոտությունը։ Երկուսի բնավորություններն էլ ժառանգել եմ, բայց ավելի շատ հայրիկիս եմ նման, թե բնավորությամբ, թե գործելավոճով։ Ձգտում եմ այնպես անել, որ ինչպես որ հայրիկս, ասենք ինչ որ վեճեր եմ կայացնում, մեկ-մեկ ես ինձ մեջ տալիս եմ, որ հայրիկս լիներ, նա այսպես կաներ, ես էլ փորձում եմ, որ այդպեսի վեճեր կայացնեմ։ Ես ձգտում եմ միշտ որ հպարտ լինեն իմ, ասենք հայրիկս չկա, մայրիկս հպարտ լինի, որ ին նման զավակ ունի։